88 տարեկանում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Այս մասին հայտնում է Վատիկան Նյուզը, նշվում է, որ Հռոմի Պապը մահացել է ապրիլի 21-ին Վատիկանի իր կեցավայրում։ Իդեպ 3 ապրիլի 20-ին Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից ծածկական պատգամով դիմելով հավատացյալներին աղոթել էր նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար։ Հայաստանում արդարադատության ուշացման հարցը խորքային է եւ պատճառներից մեկը կառուցակարգային ու բովանդակային խզումն է արդարադատության եւ հասարակության միջև։ Երևանում կայացած արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք խորագրով համաժողովին այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, թե ինչու է ուշանում արդարադատությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱԿ գլխավոր քարտուղարին, ով Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱԿ-ի հետ ակտիվ երկխոսությունը եւ արդյունավետ գործակցության հույս հայտնել։ Ֆերիդուն Սինիրիլօղլուն նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն եւ կառույցը շարունակելու է նպաստել խաղաղության օրակարգի առաջ մղմանը։ Զրուցակիցները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս են հայտնել։ Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու գործընթացում Հայաստանի դիրքորոշումներին, շեշտելով, որ խաղաղության օրակարգը Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է։ Իր հերթին ԵԱԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորություններ կան եւ պետք է դրանք իրացնել։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ ԵԱԿ գլխավոր քարտուղարին ընդունել է նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի եւ ԵԱԿ-ի միջև գործակցության հարցերի, այդ թվում առանձին ծրագրերի իրականացման մասով։ Արտաքին գործերի նախարարը եւ ԵԱԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված ջանքերի համատեքստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում կարևորելով երկու երկրների միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։ Հայաստանի ու Ղազախստանի միջև գործակցությունը նշանակալի եւ խոստումնալիցներ ուժ ունի, հաշվի առնելով երկկողմ պատմական կապերը, մշակութային ավանդույթներն ու հարաբերություններն ամրապնդելու երկու երկրների ցանկությունը։ Armenpress-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ղազախստանի մշակույթի եւ տեղեկատվության նախարար Այդա Բալաևան, անդրադարձ կատարելով հայ-ղազախական մշակութային կապերին, տարբեր ոլորտներում երկու երկրների միջև զարգացող հարաբերություններին եւ երկկողմ գործընկերության հետագա խորացման ու լայնման հեռանկարներին։ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է։ Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աննա Ամրոյանը դարձել էին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Կարնիկ Չոլակյանը ու Դավիթ Հովանեսյանը բրոնզե մեդալակիրներ են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ուկրաինական խնդրի կարգավորման գործարքը կկնքվի այս շաբաթվա ընթացքում։ Համապատասխան հայտարարությունը Թրամփն արել է Truth Social սոցիալական ցանցում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Ազատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը նշել է, որ ռուսական կողմը մինչև ապրիլի 21-ը կդադարեցնի ռազմական բոլոր գործողությունները։ Հուսով ենք ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին, միևնույն ժամանակ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները եւ հակառակորդի սադրանքները, հավելել է Վլադիմիր Պուտինը։